Ալիևը ասում է թրիփ, ասում է ուղղակի այդ թրիփը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։ Ալիևը նշում է թրիփի ուղին, նա չի խորշում այդ ձևակերպումից, պարզապես ասում է թրիփի այդ ուղին, Թրամփի ուղին, թրիփը անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Ի վերջո այդ պարզաբանումը դուք կարծում եք հնչել է Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Ի վերջո բարձր ամբիոններից հենց վարչապետն է այդ հարցադրումն արել, այդ պահանջը ներկայացրել։ Ինձ հետաքրքրում է, թե միայն որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր անվանումները նշվեն եւ հնչեն այնպես, ինչպես դրանք կան, եւ երեկվա հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրությունը այդ առումով ինձ լիովին բավարարում է։ Ներողություն, եթե հիմա Ալիևը նորից ասի Զանգեզուրի միջանցք, դա այլևս չի մտահոգելու մեզ հայկական կողմին։ Եթե թույլ կտաք, ես ամփոփեմ եւ ամբողջությամբ կիսելով գործընկերոջս խոսքերը, կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Բայց արդեն մենք նշեցինք, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրություններ են տարածել եւ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրեմն ունի TRIP անունը եւ որևէ մեկը ձեր կողմից հիշատակված անուններով չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ եւ չի կարող խոսել։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։ Իմ հարցը հետևյալն է, եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե Ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը։ Կենտրոն հեռուստաընկերություն, երեկ Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, եթե դեռ կան, նախ խնդրեմ հստակեցնեք էլի, որոնք են այդ նախապայմանները եւ ի վերջո, եթե դեռ կան այդ նախապայմանները եւ որոնք հայկական կողմը չի կիսում, այդ դեպքում ինչպես ենք պնդում, որ Երևան-Բաքու խաղաղությունն այլևս փաստ է, երեկ էլ խորհրդարանում մեծամասնությունը Երևան-Բաքու խաղաղության մասին հայտարարություն ընդունեց։ Շնորհակալություն։ Խաղաղությունը փաստ է նրա բերումով, որ երկու երկրները հաստատել են, համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն եւ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը process է, խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում։ Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը եւ ավերացումը։ Կարծում եմ նախարար Միրզոյանը նկատի ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման ենթադրում եմ սա է նկատի ունեցել նախարար Միրզոյանը, մենք մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ եւ մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Բայց ոչ միայն մյուս բոլոր ուղղություններով մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել եւ բանակցել Ադրբեջանի հետ, որովհետեւ առանց դրա այդ փաստը խաղաղության չի կարող մնալ փաստ։ Պետք է անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը միակ նախապայմանն է մնացել ադրբեջանական կողմից։ Ես ճիշտ ասած ադրբեջանական կողմը չեմ ներկայացնում եւ միշտ հորդորում եմ իմ լրագրող գործընկերներին հարցերը հղել ադրբեջանական կողմի դիրքորոշումները բարձելու համար, բայց այս պահին ինձ հայտնի հարցը, որը Ադրբեջանը բարձրացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, դա սահմանադրության հարցն է։ Եվ ես էլ ներողություն հավելեմ ձեր հարցի երկրորդ հատվածին, երեք կարևորագույն հայտարարություն ընդունեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կարևորում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը եւ աջակցում է այդ փաստաթղթերով ուրեմն ամրագրված պայմանավորվածություններին եւ գործընթացներին եւ ազգային ժողովը իր լիազորությունների տիրույթում որպես խորհրդարանական պետության ուրեմն գերագույն մարմին ամեն բան անելու է որպեսի խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի։ Ես նաև պետք է այստեղ չեմ կարող չառանձնացնել, որ երեկվա այդ հայտարարության թե քննարկմանը, թե քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, եւ խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման եւ քվեարկության պահին, իսկ նախորդ հարցը հիշեցնեմ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որը ուղիղ կապ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ, ուղիղ կապ ունի եւ ընդդիմությունը հայտարարություն արեց, որ մեր համար չափազանց կարեւոր է այս նախագիծը, մենք պետք է գնանք եւ քննարկենք, գանք եւ մեր դիրքորոշումը արտահայտենք արդեն եւ չվերադարձավ դահլիճ, որպեսզի չմասնակցի, ուրեմն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն, ուրեմն այս իրադարձության վերաբերյալ հայտարարության ուրեմն քննարկմանը եւ ըստ էության սա էս ուզեցա ցանկացա պարտադիր շեշտել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նաեւ ինչ օրակարգերով է առաջնորդվում։ Շնորհակալ։ Ֆակտորը Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք կան ստորագրված փաստաթղթեր եւ պետք է դրանից ելնենք, բայց կա խոսույթ, որը չի համապատասխանում այդ թղթերին, սա արդյոք մտահոգիչ է թե ոչ հայկական կողմի համար, այսինքն ինչ է առաջարկվում, որ ամեն անգամ ասում են կա օգոստոսի ստորագրված փաստաթղթեր, այսինքն երբ Ադրբեջանից դրանից շեղող հայտարարություններ են լինում, ինչ անենք, չլսելու տանք, անցնենք առաջ, սա ինչ խնդիր է դուք այստեղ տեսնում։ Պարոն Խանդանյան, թուրքական կողմը հայտարարեց, որ պետական ավիաուղիները թռիչքներ են իրականացնելու Երևան, այս մասով ինչ կարող եք ասել, կա արդյոք նոր զարգացում Երևանի եւ Անկարայի միջև սահմանների եւ այլ մյուս նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված թե ոչ, եւ խաղաղությունը հայտ 1.5 ամս կա արդեն ոնց է աճը մեծանում է զարգանում է եւ եթե այո ապա ինչպես օրինակ ինչ առաջընթացներ կան նախաստորագրված պայմանագրի հետ կապված կա նորություն թե օրինակ ինչ գործողություններ են արվում որ առաջիկայում ստորագրվի ժամկետների շուրջ քննարկումներ կան թե ոչ թրիփի ուղու հետ կապված աշխատանքների հետ կապված զարգացումներ կան թե ոչ այսինքն խմբեր ձևավորվել են շինարարության մեկնարկի հետ կապված քննարկումներ կան թե ոչ։ Առաջին հատվածին արձագանքեմ առայն որ մենք ասում ենք որ պետք է ելնել միայն ստորագրված փաստաթղթերից եւ յուրաքանչյուր խոսույթ պետք է լեգիտիմ լինի եւ երկու երկրների ղեկավարների այս դեպքում խոսույթները պետք է հստակ արտացոլեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին։ Դրանից դուրս ցանկացած խոսույթ, որը լեգիտիմ չի, մտահոգիչ է։ Եվ ձեր հարցադրումն առայն թե մենք ինչ պետք է անենք չլսելու տանք եւ անցնենք առաջ, ոչ։ Ես նաեւ զարմացած եմ ձեր հարցից, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը թե ՄԱԿ-ի, ուրեմն գլխավոր ամբիոնիստ թե ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ հստակ արձագանքեց այդ խոսույթներին եւ իր մտահոգությունը հայտնեց եւ նաեւ հրապարակային հարցադրում ուղղեց Ադրբեջանի նախագահային առայն թե ինչի մասին է այդ խոսույթը, ինչից հետո նաեւ Կոպենհագենում տեղի ունեցավ հանդիպում, ինչից հետո ուրեմն հաղորդագրություններ տարածվեցին երկու երկրների կողմից եւ ես զարմացած եմ թե ինչու եք դուք հարցնում
որ մենք ուրեմն պետքա չլսելու տանք, թե ինչպես չէ, մենք լսում ենք, արձագանք, մտահոգվում ենք եւ արձագանքում ենք եւ խնդրում ենք եւ հորդորում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, հատկապես ադրբեջանական գործընկերներին, որպեսզի ելնեն բացառապես ստորագրված փաստաթղթերում տեղ գտած խոսույթից եւ տերմիններից, մնացածը լեգիտիմ չի եւ չի արտահայտում պայմանավորվածությունները եւ այո, մտահոգիչ է, շնորհակալ եմ։ Թուրքիայի հետ թուրքական ավիաուղիների հետ կապված, եթե հիշում եք, իրականում թուրքական ավիաուղիների մուտքը հայաստանյան շուկա շատ միշտ քննարկվել է, տասնյակ տարիներ արդեն կարելի ասել, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել։ Եթե հիշում եք, հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ կար նաև այդպիսի նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը եւ ահա տեսնում ենք, որ թուրքական ավիաուղիները արդեն հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետև այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, լիցենզավորման հարցեր կան եւ այլն, բայց այսինքն դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում։ Թուրքիայի հետ նաև այլ պայմանավորվածություններ կային այդ հանդիպման արդյունքում, այնտեղ ակադեմիական փոխանակումներ, տարբեր փոխվստահության ամրապնդման միջոցառումներ եւ այլն, բայց իմ համոզմամբ որևէ խնդիր չկա, որպեսզի հարաբերությունները ամբողջ ծավալով կարգավորվեն եւ մենք այս առումով սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին, որովհետև Հայաստանի եւ Թուրքիայի միջև, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև չկան հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ։ Ինչ վերաբերվում է թրիփին եւ օգոստոսի 8-ի հետ օգոստոս 8-յան զարգացումներին, պետք է նշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկումներ են տեղի ունենում, պետք է աշխատանքային խմբեր կամ պատվիրակություններ կան Հայաստան, որոնց հետ պետք է քննարկվեն կամ արդեն իսկ քննարկվել են թրիփի տեխնիկական մանրամասները, ուսումնասիրվեն արդեն տեղանքում երկաթուղու, ճանապարհի, այլ հաղորդակցության գծերի անցկացման հնարավորությունները, մանրամասները։ Տրամաբանությունն այն է, որ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում, որը կհաստատի այդ մոդելները եւ տեխնիկական նկարագրերը, հա, այդ նախագիծը ինչպեսին պիտի լինի, եւ արդեն երրորդ օպերատորները կկարողանան մասնակցել եւ ուրեմն սկսել դրա իրագործումը, շինարարությունը, շահագործումը, կառավարումը եւ այլն։ Ընկերությունը ոչ դեռ ստեղծված չէ, պետք է ստեղծվի եւ ենթադրում գրանցվի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ իրավական պրոցեդուրան դեռ արված չէ։ 24 News Հարցս ուղղում եմ երկու պատգամավորներին, ամեն դեպքում Արարատ Միրզոյանի հայտարարությունը անհանգստություններ է առաջացնում, որովհետև նախկինում չէր խոսվում այդ նախապայմանների մասին, եւ հիմա փաստացի, երբ որ Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ Արարատ Միրզոյանը բարձրացնում է այդ հարցը, որ Ադրբեջանը նախապայմաններ է առաջ բերում եւ փորձում է երկարացնել կամ դժվարացնել կամ խոչընդոտել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը, արդյոք այս ուղղությամբ չպետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները արձագանք հնչեցնեն, հատկապես երբ իրենց ներկայությամբ կամ միջնորդությամբ կնքվել է այդ պայմանագիրը, այս ուղղությամբ չէ կարծում, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, եւ բացի այդ ճանապարհի հետ կապված նաեւ նշել էր Արարատ Միրզոյանը, որ այդ կոնսորցիումը, որը պետք է իրականացվի, այդ ընկերության հետ կապված նշել էր, որ երրորդ ընկերություն կամ ընկերություններ կարող են այս կամ այն աշխատանքը կատարել կամ ներկայացվածություն ունենալ, այս երրորդ ընկերությունների ներկայացվածության հետ կապված տարբեր գիտեք քննարկումներ եղել են, անհանգստություններ, որ հնարավոր է թուրքական ընկերություն լինի եւ այլն եւ այլն։ Այս ուղղությամբ ինչ կպատասխանեք, բացառում եք, որ թուրքական ընկերություն կարող է լինել։
Ձեր երկու հարցերի պատասխաններն էլ կան խաղաղության հռչակագրում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված առաջին պարբերությունում, եթե չեմ սխալվում, նշվում է, որ Հայաստանն եւ Ադրբեջանը պետք է շարունակեն քայլեր ձեռնարկեն խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Եվ այդ սահմանադրության հարցի քննարկումը կամ այդ նախապայմանը նորություն չէ։ Ես զարմանում եմ, որ դուք ասում եք այս հարցը նորություն է, միշտ է այդ հարցը քննարկվել է, միշտ մեր կողմից մեր հստակ դիրքորոշումն արվել է, որ սահմանադրության հարց չկա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հիմա եւ սահմանադրական դատարանը դրա Բայց ներողություն Միրզոյանը նախապայման չի ասում, նախապայմաններ, այսինքն այլ նախապայմաններ եւս առաջ է քաշվում բացի սահմանադրության նախապայմաններից։ Ես պետք է լսեմ նախ եւ առաջ, որովհետեւ անգլերենով է, եթե չեմ սխալվում, հարցազրույցը եւ գուցե ես ենթադրում եմ Միրզոյանը նկատի ունեցել սահմանադրության հարցը։ Այս հարցին կարծես պատասխանեցի։ Երկրորդը դե ասում եմ, երակողմ հռչակագրում այդ հարցը կա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է ուշադրության տակ պահել այդ հարցը։ Երկրորդ հարցը վերաբերում է երրորդ կողմերին։ Կրկին հռչակագրում շատ հստակ նշված է, որ փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերի ներգրավվածություն, այսինքն որևէ երրորդ կողմ, որը պետք է ներգրավի այդ նախագծի իրականացման մեջ, պետք է ունենա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությունը։ Առանց որը երկու կողմերի համաձայնության հնարավոր չի լինի երրորդ կողմի մասնակցությունը։